Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր միջազգայնագետ Հայաքվե միավորման անդամ Արմեն Մանվելյանն է։ Բարև ձեզ, պարոն Մանվելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Պարոն Մանվելյան, Կիրակի օրը Գյումրիում մենք տեսանք, որ Շիրակի ողջ թեմը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասը դառնալ եւ զեղչել Վեհափառի ու Միքայել Սրբազանի անունները, տեղի բնակչությունն էլ այս ամենին առանձնապես չաջակցեց։ Ձեր գնահատմամբ ինչ հետևություններ պետք է անի կառավարության ղեկավարը այս ամենից եւ ըստ ձեզ ինչու մյուս եկեղեցականների դեպքում մենք նման կեցվածք չտեսանք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Նայեք, իրականության մեջ եկեղեցականների ճնշող մեծամասնություն նման կեցվածքի մեջ է։ Այլ բան է, որ Շիրակում շատ ավելի միահամուռ էին։ Մենք չէ, որ միշտ դեպքերում պառակտված են վայել, հիմնականում ճնշող մեծամասնությունը աջակցում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ գործող քաղաքական ռեժիմին եւ նրա աջակիցների թիվը սահմանափակվում միայն այն մարդկանցով, այն անձանցով, որոնց նկատմամբ իրանք ունեն ասեն կոմպրոմանտներ։ Ցավոք սրտի մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մարդկանց քաղաքական, այդ թվում նաև եկեղեցական եւ կրոնական խնդիրները որոշում են ոչ թե նրանց ազատ հայացքները կամ ազատ կամ արտահայտությունը, այլ կոմպրոմատները, որ կան այս կամ այն քաղաքական գործի, այս կամ այն կրոնական գործի նկատմամբ եւ այլն եւ այլն։ Ու քանի որ հիմա գնում է համակարգված հարցակում եկեղեցու դեմ, ես չեմ կարծում, որ իրեն Գյումրիով կբավարարվեն։ Չնայած պարզ է, որ Գյումրիում իրենց կոպիտ ասած երբ որ մեր հայացքից էս նայում իրանք ոչ մի հաջողություն չունենա, բայց դա իրենց բացարձակապես առանձնապես իրենք չէին էլ գնում ինչ-որ հաջողության հետևից։ Իրանք գնում են ցույց տալու համար իրենց որ իրենք կարող են անել այն ամենը, ինչ որ ուզում են։ Ստեղծել խոսում են, որ ժամանակն է Էջմիածին գնալու եւ այնտեղ պատարագի մասնակցելու։ Սա շատ նման է, որ ժամանակին Լենք Թեյմուրը արշավել էր Հայաստան, չէ՞, ասենց գրավում էր հայկական քաղաքները, ավերում էր եկեղեցիները, ասենց եւ իրենից գոհեր, որ ինքը շատ հզոր գործ է։ Հիմա սրանք են ոնց որ դրսից ներմուծված հերոսակախումբ լինեն, որը հարցակում է ոնց որ Գյումրիում սկզբից զորքը գնաց, գիշերով արդեն փակել էին եկեղեցին, հետո մյուս օրը շրջապատված ահռելի մեծ թվով տարբեր ոստիկանական ուժերով թույլ են տալի միայն այն մարդկանց ներս մտնել կամ իսկ երբ որ մի աղջնակ այնտեղ կաթողիկոսի անունը տվեց, նրան դուրս անեցին եկեղեցու։ Ինչպես Երևանում։ Այսինքն երբ որ եկեղեցում չէ՞ դա էլ է պարադոքս կաթողիկոսի անունն է տալի կամ Շիրակի առաջնորդ Միքայել Աճապահյանի, ապա քեզ դուրս են հրավիրում եկեղեցուց։ Սա էլ է, մենք ապրում ենք այս պարադոքսների ժամանակաշրջանում եւ ցավոք սրտի երկիրը ասենք նման է օկուպացված տարածքի, որտեղ զավթած անձինք տարբեր արշավներ են կազմակերպում տարբեր եկեղեցական կոթողների նկատմամբ եւ այն կոչում են պատարակներ։ Եվ հակված եք կարծել, որ շարունակվելու է այս ամեն ինչը։ Ես համոզված եմ, որ սա շարունակվելու է, այլ բանա, որ իրան քանի որ ասենց ասեմ աշխարհիկ մարդիկ են, շատ վատ են պատկերացնում, թե ինչ բան է քրիստոնեություն։ Իրենք չեն հասկանում, որ ինչքան շատ են քրիստոնյա, իրապես քրիստոնյա մարդուն հետապնդում, այնքան ավելի ամրապնդում իր հավատքի մեջ եւ այն հալածանքները, որ նրանք կազմակերպել են եւ կաթողիկոսի նկատմամբ եւ մյուս 4 արդեն ձերբակալված սրբազանի նկատմամբ, մեն էլ ավելի ամրացնում եւ ժողովրդի հավատը եւ այդ մարդկանց հավատը, որ այս մարդիկ ամուր են, թե կամքով, թե իրենց հավատով, թե քրիստոնեական իրենց նվիրաբերությամբ, որովհետեւ հենց քրիստոնեական Աստվածաշնչի ամենակարևոր բառը դա մի վախեցին է, որը մոտապես Աստվածաշնչում գրված է 365 անգամ, այսինքն ամեն օրվա համար վերածել մի վախեցի։ Հետեւաբար մարդիկ իրավունք չունեն, եթե ինքը իրական հավատացյալ քրիստոնյա է վախենալու։ Հակառակ ազդեցությունն է ունենում այս ամեն ինչը մեծ հաշվով։ Իսկ որ դու սկսում ես զիջել, հետ գնալ, հետ կանգնել, դառնում ես ճակերտավոր ասած կճոյան, քեզ գալիս են բեռնում են գրական հայերենով ասած եւ սկսում են օգտագործել որպես անձնական օգտագործում, ասած տեղիստեղ տանող ինչ որ քահանայի, որին տանում են ստիծնդե, որ ինքը իրենց համար այդ կեղծ պատարակները կազմակերպի։ Գյումրիում Նիկոլ Փաշինյանի տապալումն ակնհայտ էր, ինչից հետո նա 3 ամբողջ օրը փորձում էր օրակարգն իրենով լցնել։ Մեկ խոսում էր եկեղեցում դրոշներ դնելու մասին, այնուհետև օրհներ կհնչեցնելու մասին, հետո էլ նշեց, որ եկեղեցու այսպես կոչված նորոգման ճանապարհային քարտեզ է անհրաժեշտ ընդունել, կետերը հրապարակել էր անգամ։ Ինչ եք կարծում, այս ամենի նպատակը Գյումրիում իր ֆիասկոից հանրության ուշադրությունը մաքսիմալ շեղելներ, թե այստեղ նաև այլ շարժառիթներ եք տեսնում, որոնք այս պահին տեսանելի չեն այդքան էլ։ Նայեք, իր նպատակ
ընդհանրապես եկեղեցու շուրջ աղմուկը մի քանի նպատակ ունի եւ ճիշտ եք նկատի ինքը ցանկություն է անդադ օրակարգը լցնել իր այդ գրությունները, որը ցավոք սրտի նաեւ մեր քաղաքական դաշտի, մեդիա դաշտի մի հսկայական զանգված է ամենօրյա բառամթերքն է դառնում եւ օգտագործում է եւ փաստացիորեն բավարարում են այն օրակարգը, որը նա սահմանում է, որտեւ այս ամեն նպատակը թաքցնել է այն ամեն ինչ, որ կատարում է Հայաստանում իրական հողի վրա եւ մարդկանց շեղել է, այսինքն շոուի մասն է, որտեւ գիտեք, հայտնի հին հռոմեական բանկա ասացված չէ, որ պետք են տեսարաններ եւ հաց։ Հիմա խնդիրն է, որ տեսարանները իրանք ապահովում են, հացով չեն կարողանում։ Եվ սա իսկապես հացի խնդիր կա։ Ու հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը, որը ես եմ ներկայացրել, ուսումնասիրելով այս իրավիճակը, մենք հասկացանք, որ մարդիկ շատ վատ վիճակում են ապրում եւ սոցիալական իրավիճակը ել ավելի վատթարանում գնալով։ Թվում է թե իրենք իրենց աշխատավարձները պարբերաբար բարձրացնում են արդեն մի քանի անգամ, բայց աղքատության մակարդակը մնում է շատ բարձր։ Պաշտոնական տվյալների դա 23%-ը, իրականում այլ տվյալների 30% եւ այլն։ Այսինքն բնակչության 1/3-ը ապրում է աղքատության շեմից ցածր եզրում։ Հատկապես ծանր է իրավիճակը կախված թոշակ ստացող մարդկանց հետ։ Այդ մարդիկ ուղղակի ապրում են ամենածանրագույն վիճակում, որտեղ ստանում են նվազագույն աշխատավարձել ցածր չափով թոշակ, մոտավորապես 40-ից 45,000 դրամի, երբ որ այս վերջին 7 տարիներում գները մի քանի անգամ թռիչքաձև բարձրացել, էլ ապրանքների գներից չհաշված ասենք թե մնացած գները, տրանսպորտային գների թանկացումը, գույքահարկի թանկացում եւ այլն, ամեն ինչ թանկանում։ Անգամ ինդեքսացիա չի եղել, Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է, որ եթե բարձրացնենք թոշակները 10,000 դրամով, մարդիկ չեն իմանա դա ինչի վրա ծախսեն։ Եվ այս մարդկանց նկատմամբ արհամարանքը, իրանք փորձում են այդ մարդկանց օրը լցնեն, ասենց ասենք, տարբեր կեղծ օրակարգերով։ Այ հիմա հեսա, չգիտեմ, կգրանք եկեղեցին կզավթենք ամբողջ օրը դե կլինի, մեր շոու կլինի, մի բան ցույց կտանք, մի քանի դավաճան եպիսկոպոս կգտնենք, կտանենք, կբերենք եւ այլն։ Այսինքն այդ շոուն լցնելու նպատակներից մեկը այդ աղքատության, աճող աղքատության խնդիրները փակելն է։ Եվ այդ կրթաթոշ եւ այդ թոշակների թեման, որը հայաքվեն բարձրացրել է, անջելով մոտավորապես 50%-ի ավելացումը, ինչի համար նաեւ որոշակի ստորագրահավաք ենք սկսել եւ մեր գրասենյակներում դա իրականացնում ենք, սա նաեւ իրենք փորձում են այդ ամենը թաքցնել, ինչ վատ իրավիճակում են ապրում մեր թոշակառուները։ Բայց խնդիրը ոչ միայն թոշակառուներն են, խնդիրը է, որ շատ մարդիկ աշխատող մարդիկ չեն կարողանում նույնիսկ այդ աշխատավարձով իրենց ասենք մեկ ամսվա նվազագույն պարենային պարենով իրենց ապահովել։ Սա նաև երևում է տնտեսության մեջ, միայն վերջին 7 ամսում մեր արտաքին առևտուրը կրճատվել է 40%-ով, սա նախադեպ է, սա արդեն ոչ թե հետնահանջել, սա ուղղակի կատաստրոֆիկ անկում է։ Սա ինչով է պայմանավորված։ Սա պայմանավորված է նորից շատ տգետ տնտեսական քաղաքականությամբ։ Սա պայմանավորված է շատ բաներով, օրինակ այն բանը, որ իրենք զավթում են այս կամ այն մարդու անձնական սեփականությունը։ Դրա անունը դնելով ազգայնացնել, իսկ հայերից շատերը սիրում են այդ ազգայնացնել բառը, ասում են թե դա բավական դրական գործառույթ է, իրանք եկան ազգայնացին, բայց իրականում սա բերում է աղետի, տնտեսական աղետ, որտեղ պատմությունը ցույց է տվել, որ ամենավատ կառավարողը դա պետությունն է, դա համար մասնավոր ընկերությունները պետք է լինեն մասնավոր մարդկանց ձեռքում, որոնք ավելի էֆեկտիվ կառավարիչներ են։ Բայց չեն էլ թաքցնում, որ պետականացնելուց հետո կրկին մասնավորեցնելու են, անգամ թուրքական ընկերության անուն է հնչում այստեղ։ Հա, սա տարբեր, բայց իդեպ դրան էլ անդրադառնում, քանի որ դեռ Հայաստանում գնում է այս ուրիշի գույքի զավթման գործընթաց, հավատացեք ինձ, ոչ թուրքական եւ ոչ մի այլ ընկերություն ուղղակի Հայաստան չի գա, ոչ մի ներդրումներ Հայաստան չեն գա։ Այս ամենը թաքցնելու համար, որ Հայաստան ներդրումներ այլևս չեն գալի։ Հայաստանի առարտակին առևտուրը ահռելի անկման մեջ է։ Հայաստանի արդյունաբերական արտադրանքը ընդհանրապես իջնում է նվազագույնին։ Հայաստանում աղքատությունը ավելանում է, միգրացիան, այսինքն արտագաղթ Հայաստանից էլ ավելի մեծ ծավալներ է հասնում։ Այս ամենը թաքցնելու համար է սոցիալական ծանր իրավիճակը։ Իդեպ նաև ավելացնեմ, որ քրեական իրավիճակն է Հայաստանում դարել վատթարագույնը վերջին, չգիտեմ, 30 տարվա ընթացքում։ Այս ամենը թաքցումների կտրուկ աճ նկատի ունեք այստեղ։ Հա, օրինակ համար հայաքվեն վաղը պատրաստում է մամուլի ասուլից, որի ժամանակ կներկայացնեն, քանի որ վաղն է մարդու միջազգային օրը, մարդու իրավունքների պաշտպանության։ Մենք նաև մանրամասն կներկայացնենք այն աղետը, որի մեջ գտնվում է Հայաստան, հենց քրեական իրավիճակով պայմանավորված։ Իսկ այս ամենը թաքցնելու համար են կազմակերպել շոուները։
ամեն անգամ եկեղեցի եւ այլն տարբեր հարցեր, որ հեսա, չգիտեմ, հացահատիկ են բերում, հացահատիկ են կամ հա գնա ոնց են ասում, սովորեք որ լավ ապրեք։ Պարոն Ավելյան, դեկտեմբերի 1-ին պաշտոնապես լուծարվեց Արցախի հակամարտության կարգավորմամբ զբաղվելու առաջնային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբը, որից հետո կարծիքներ են հնչում, որ Արցախի հիմնահարցը մեկընդմիշտ փակվեց։ Դուք որքանով եք կիսում այս տեսակետը, արդյոք Արցախի էջը մեկընդմիշտ փակվեց, թե աշխարհակահաղական բարենպաստ իրողությունների պայմաններում հնարավոր է վերաբացել եւ օրինակ Մինսկի խմբի նմանատիպ որևէ այլ կառույց ստեղծել կրկին։ Նայեք, Արցախի էջը մեկընդմիշտ փակվեց արտահայտությունը, սա նորից կեղծիք ու մոլորություն է, որը փորձում են բնակչությանը խաբեն, խաբելու մի քանի նպատակ ունեն, որ իբր թե ցույց տան, որ գիտեք, մեր հակամարտությունը Ադրբեջան պետության հետ պայմանավորված էր իբր թե Արցախով, հիմա Արցախի էջը փակեց, վերջ, այլևս հակամարտություն չկա։ Դա ոչ միայն սուտ է, դա շատ վտանգավոր սուտ է, որտեղ նույն այդ ժամանակ է որ սեղ խաղաղություն ամենտեղ գոռում գոչում, Ադրբեջանը հստակ կերպով պատրաստում է պատերազմի։ Դա երևի է եւ նրանից որ ինքը իր ռազմական բյուջեն է ավելացնում, դա երևի նրանից որ այնտեղ չեն դադարում ռազմական վարժանքներ, ուղղակի չեն դադարում։ Մեկը վերջանում մյուսն է սկսում, մեկ Պակիստանի հետ են անում, մեկ Թուրքիայի հետ են անում, Նախիջևանում են անում, Արցախի օկուպացված բռնազավթված տարածքներում են անընդհատ այդ գործընթացի մեջ։ Ամենամիստ մի քանի զորավարժություն տեղի ունենում։ Տասնյակ զորավարժություններ եւ անընդհատ, այսինքն խաղաղության պատրաստող պետությունը դա չի անի։ Առավելևս այդքան ծավալի զենք չի գնի, նենց մանավանդ ես քանի որ նաև զբաղվում եմ նավթագազային թեմատիկայով, գիտեմ որ Ադրբեջանի տնտեսության վիճակը պայման ցես նավթի գների անկման, նավթի ծավալների անկման հետ Ադրբեջանը շատ բարենպաստ չէ ու գնալով ել ավելի վատանալու։ Այսինքն այս ընթացքում թվում է թե ինքը ավելի պետք է օգտվես այսպես կոչված այս խաղաղությունից եւ զենք չգնե փողը ծախսի սոցիալական խնդիրների լուծմանը, որովհետեւ այնտեղ եւս սոցիալական խնդիրներ կա։ Բայց ոչ, ինքը նախընտրում է այդ փողը ծախսել զենքի վրա։ Ինչի համար, որտեղ պատրաստում է հստակ կերպով պատերազմի։ Այսինքն այդ կոնցեպտը, որ Արցախը չկա նաև կոնֆլիկտ Ադրբեջանի հետ, կեղծիք է։ Այդ կեղծիքը բարձր երևում է Ադրբեջանի առաջ քաշած այսպես կոչված արևմտյան Ադրբեջան կոնցեպտը, որ հիշում եք, երբ որ կար Արցախ չկար արևմտյան Ադրբեջանի կոնցեպտ, հենց Արցախը սրանք նվիրեցին դավաճանաբար, հատուկ ուզում եմ շեշտեմ, նվիրեցին Ադրբեջանին, հայտնվեց արևմտյան Ադրբեջան կոնցեպտը, հիմա խոսում է Հայաստանի զավթման, Հայաստանի գրավման մասին, որի մասին բացահայտ է խոսում։ Եթե նախկինում դա խոսում էին Ոմն, Փաշազադե եւ իրենց падգամավորները, որոնք ասում էին կգանք շուտով Էջմիածնում կլինենք, Երևանը կվերցնենք, բայց արդեն առանց զենքի եւ այլն, հիմա արդեն բառացիոնի 2 օր առաջ էր ելույթում Ալիևը դրա մասին ասել է։ Որ հայացնում ես ամեն ինչը։ Այսինքն իրենք չեն թաղաքցնում իրենց նկարտումները եւ բոլոր տեսակի այսօրվա գործող քաղաքական ռեժիմի փորձը, որ ասա որ դա իրենց իբր թե իրենց ներքին լսարն է համարին, ասում ես ուզում հատուկ շեշտեմ, բացարձակ սուտ է։ Ամեն ագրեսիվ, ամեն տեսակի ագրեսիվ արտահայտություն Հայաստանի նկատմամբ, որ արվում է Ալիևի եւ նրա շրջապատի կողմից, դա ներքին իրենց ներքին լսարանի համար չէ, դա մեր համար է, մեր ականջների համար է։ Անգամ եթե ներքին լսարանի համար է, էլի չափազանց մտահոգիչ չէ, ինչի այդ երկրի հասարակությունը նման օրակարգ սպառելու խնդիր ունի, եթե անգամ դա է։ Դա էլ գալիս է իրենց սոցիալական խնդիրներից։ Նայեք, դրա վրա եմ ուզում ձեր ուշադրություն դարձնել։ Եվ Հայաստանում եւ Ադրբեջանում շատ սոցիալական ծանր խնդիրներ են կուտակվել։ Ադրբեջանը իր սոցիալական ծանր խնդիրները փորձում է թաքցնել հակահայկական քարոզով, ընդդեմ Հայաստանի ուղղելով այդ դժգոհությունը, որ կա Հայաստան կուտակված սոցիալական խնդիրներ, գործող հայաստանյան քաղաքական ռեժիմը փորձում է թաքցնել հակաեկեղեցիական իր արշավով ընդդեմ եկեղեցու, ընդդեմ ամենայն հայոց կաթողիկոսի։ Այսինքն որպեսզի հասկանաք այս երկու քաղաքական ռեժիմների դեգրադացման մակարդակ ու հատկապես ադրբեջանականի ֆոնին տենենք ոնց է Հայաստանը ընդհանրապես դարձել ամենապիղծ ինչ որ գոյակցություններից մեկը Հայաստանի պատմության ընթացքում։ Եվ Մինսկի խմբի լուծարման հենց հաջորդ օրը կառավարության պաշտոնական կայքում հրապարակվեցին Արցախի բանակցային գործընթացի առանցքային փաստաթղթերի մի մասը, որոնք ըստ էության ջախջախեցին իշխանության այն քարոզչական թեզերը, որ Արցախը վաղուց էր հանձնված տարբեր տարեթվերին եւ բանակցությունները միտված են եղել այդ ամեն ինչը արձանագրելուն։ Ձեր գնահատմամբ ինչու իշխանությունը հենց այս փուլում գնաց այս փաստաթղթերի հրապարակմանը, արդյոք հաշվարկը այն էր, որ մարդիկ դրանք չեն կարդա եւ այս աղմուկի մեջ դրանց նշանակությունը կստվերի հնարավորինս։ Նայեք, ցավոք սրտի դուք ճիշտ եք ասում, որ վերջնանպատակային հույսներ, որ ոչ ոք չի կարդա,
որտեղ մարդիկ երբեք փաստաթղթեր չեն կարդում։ Մարդիկ սպառում են այն տեղեկատվությունը, որ նրանց տալիս է տարբեր լրատվամիջոցներ, քան որ իր ընտրազանգված հիմնականում հմեկ դիտող է, ասենք ասենք, ապա իրենք հույս ունեն, որ այդ հմեկով այն կեղծիկ են սուտ, որ նրանք հենց կապված այդ փաստաթղթերի ասենց ասեմ, գեղեցիկ վերնագրերով փաստաթղթերի հետ կապված ցույց կտա, որ իբրև իրենք ճիշտ էին, որ նախկիները արդեն վաճառել էին Արցախը եւ այլն եւ այլն, այսինքն մարդիկ ոչ թե փաստաթղթերն են նայում, այլ լսում են այն ռոպագանդան, որը կա։ Եվ այդ առումով իհարկե պետք է անպայման պետք է նաև բացել ցույց տալ, նախ ցույց տալ, որ փաստաթղթերը ամբողջական չէ, կեղծիկ է, սուտ է եւ ասում են ամբողջական է, որտեղ այդ փաստաթղթերի մեջ պարզվեց կա նաև հայկական ժամանակում տպագրված հոդված եւ այլն եւ այլն։ Այսինքն իրական փաստաթղթերի մի փոքր մասներ մնացածը ինչպես միշտ այդ իրանց ամենասիրած կիսաճշմարտությունների բնագավառից էր եւ սա ցույց տվեց որ իսկապես էլի երբեք բանակցություններ չի գնացել Արցախը վաճառելու մասին երբեք իսկ Արցախը երբեք մաս չէր դառնալու Ադրբեջանի այնտեղ կային հարցեր որոնք հետագայի են մղվել բայց միևնույն է եթե գործող ռեժիմը շարունակի այդ գործընթացը որ դեռ նախկիներն են սկսել այսպես ասենք ապա Արցախ մինչև օրս կլներ հայկական եւ մարդիկ իրենց տներում կապրեին առանց զոհերի, առանց կորուստների, ուղղակի հարկավոր էր շատ գրագետ արտաքին քաղաքականություն վարեին, որը իրանք չցանկացան անել, ոչ թե չկարողացան, ուզում սահատուկ շեշտեն, այլ չցանկացան։ Իսկ ինչ եք կարծում, ինչու էս ամեն ինչից հետո սենց մեծ աղմուկ չբարձրացավ նույն 19 թվականի առաջարկը մերժելուց հետո, որը մեզ կերաշխավորեր ձեր ասածը հայկական Արցախի գոյությունը։ Նայեք Իրանք մի հաջողություն ունեն այսօրվա ռեժիմը, այդ հաջողությունը կայանում է նա, որ նրանք հասել են նա, որ մարդիկ անտարբեր են ամեն նկատմամբ ինչ որ կատարում։ Նրանք շատերը ինձ հարցում են, ասում են ինչ են իրենք հակաեկեղեցական էս արշավը սկսում, չէ՞ որ սա հարվածում է իրենց իմիջին։ Իրականության մեջ ցավոք սրտի մարդկանց մեծ մասը sense կողքից դիտողի դերում է։ Եվ իրենց համար կարևորը թե վերջ-վերջը հարցը ոնց կհանգուցալուծվի։ Ես հիշում եմ, որ տարիներ առաջ Սերժ Սարգսյանին չէին կարողանում ներել 800 հեկտար տարածք կորցնելու համար։ Այո, իսկ հիմա արդեն մենք 12-13 հազար քառակուսի կիլոմետր ենք կորցրել, 10 հազարավոր զոհեր ունենք, 100,000-ից ավելի գաղթական բնակչություն գերիներ Բաքվի բանտերում եւ մարդիկ անտարբեր են։ Այս բանը, այս տոքսիկ իրավիճակի ստեղծում Հայաստանում, որ մարդիկ դառնում են անտարբեր, դա sense ճակերտավոր ասած իրենց իրական հաջողություններից մեկն է բայց նորից եմ կրկնում եկեղեցու դեմ իրենց արշավի նպատակը որոշակի ինչ որ հաջողություն գրանցելու փորձ է նայեք եկեք հիշենք 2018 եկեղեցական իշխանության մի քանի կեղծ խոսումներով որ թալանածը հետ կբերենք հարուստների գույքը կվերցնենք ձեզ կբաժանենք եւ մի հսկայական զանգված գնաց ուրիշի հաշվին ապրելու այս մոլուցքի տակ էլ Չէ, այսօր էլ հույսով են ապրում։ Հա, նեոբոլշևիզմյան տարբերակով։ Հիմա իրանք նույնը փորձում են կրկնել արդեն կապված եկեղեցու հետ։ Ես համոզված եմ շուտով իրանք հայտարարեն որ եկեղեցիները շուտով պետականացնելու են կամ ազգայնացնելու, չգիտեմ, եկեղեցական գույքը բռնագանձելու են, եկեղեցու հարստությունները վերցնելու եւ ասելու են բաժանելու են Ժորժյանձես, հիմա չէ տարածում են բանը որ եկեղեցին պատկանում է ժողովրդին չէ իդեպ սա էլ ուզում հատուկ շեշտեմ ըստ կանոնակարգի կանոնական 3 եկեղեցի կա աշխարհում դա կաթոլիկ, ուղղափառ եւ հայաստանյան ծառայքելական Սուրբ եկեղեցին է եւ եկեղեցիները ըստ այդ կանոնակարգի պատկանում են Աստծուն այլ ոչ թե ժողովրդին Իսկ կներեք այդ ժողովրդին է պատկանում եկեղեցին, սա բողոքականության կարևորագույն թեզիսներից մեկն է, որ իրենք այդ կանոնակարգը որոշի ոչինչ ասեն։ Հետևաբար այսօր կանոնական եկեղեցական կարգի փոխարեն, այսինքն հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու քարոզի փոխարեն մտարում են բողոքական քարոզը, որը փորձում են թաքցնել կեղծ քրիստոնեության անվան տակ։ Սա էլ ասեմ, մոտապես 100 թե 120 տարի առաջ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր խորհուրդը որոշում ընդունեց, որ ինքը չի ճանաչում բողոքական եկեղեցին որպես քրիստոնեական եկեղեցի։ Այլ այն ճանաչում է որպես աղանդ։ Սա ուզում եմ հատուկ շեշտեմ։ Եվ հիմա տարբեր լուրեր կան, որ այս սրա հետևում նաև կանգնած են տարբեր այդ տիպի կառույցներ,
որոնք եւ կազմակերպում են այս արշավ ընդդեմ առաքելական եկեղեցու։ Հայ առաքելական եկեղեցու ապամոնտաժման գործընթացն փաստացի տեղի ունենում։ Փորձ են անում, չասենք որ տեղի ունենում, փորձը ամեն դեպքում անում են, որովհետեւ քանդել եկեղեցին, դեպ ասեմ, իրենք առաջինը չէ, հիշենք բոլշևիկներն են դա ցանկանում, վերջը բերեցան որ նրանք խեղդամարեցին կաթողիկոսին, մոտապես 200-ից ավելի հոգևորական ձերբակալեցին, շատերին գնդակարեցին, իրենց առաջ Օսմանյան կայսրությունում էին դա փորձում անել, դրանից առաջ ցարական Ռուսաստանում էին եկեղեցու գույքը բռնագրավում ամբողջությամբ եւ զրկում ամեն ինչից, այսինքն այս գործընթացը, այս հարձակումները հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ առաջինը ու վերջինը չեն, ցավոք սրտի։ Պարոն Մամելյան, օրերս նաև հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը։ Վրացական կողմն էլ նշեց, որ առաջին փոխադրման համար այսպես սիմվոլիկ մաքսատուրք չի գանձի, որպես խաղաղության ժեստ։ Ինչպես է գնահատում այս զարգացումը, ինչու է Ադրբեջանն այս փուլում նման ժեստ անում, իշխանականները ակնհայտ ողջևորված են, սա մեկնաբանում են որպես հաստատված խաղաղության վկայություն։ Նայեք, իմ լավ ընկեր Էդգար Ղազարյան ասել էր կուտ են տալի Ժողով ջան, հիմա այդ ոնց որ այդ հացահատիկի պատմությունը հիշում եք, հացահատիկա գալի աղմուկ, աղաղակ, ղազախական հացահատիկը եկավ բարձրեց այդ հացահատիկ չի էլ կոմբիկերա, 4-րդ կարգի։ Հա, իսկ հացահատիկը ռուսականը։ Ու մենք այդ ամենը կարող էինք ստանալ նաև, ասենք թե Վրաստանից կամ Փոթից, որտեղ մինչև այդ գալիս էր Լարսով կամ Փոթի նավահանգստով։ Ընդ որում ավելի մատչելի։ Հա, ու պարզվեց, ուզում ենք հասկանանք առավելությունը ինչու՞մն է, դրանից հետո գինը կընկնի, ասին չէ, գինը չի նվազում։ Դե դեպքում խենք Ադրբեջանից մեր կախվածությունը մեծացնում, որովհետև նայեք, հատկապես այդ հացահատիկի մասով նախկինում ենք այդ հացահատիկի մեծ մասը ստանում էինք Արցախից եւ փոքր մասով Ռուսաստանից։ Հիմա սրանք չնայած իրենց հակառուսական այս դիրքորոշմանը, մեր կախվածությունը ռուսական հացահատիկից էլ ավելի մեծացրին, բայց դա բավով չէ, մեծացրին նաև մեր կախվածությունը ադրբեջանական ճանապարհից։ Հիմա նույն կեղծիկը իրականանում է նաև այս նավթի թեմայով։ Իդեպ ասեմ, Հայաստանում նավթավերամշակման գործաներ չկան, մենք նավթի կարիք որպես այդպեսին չունենք։ Մենք կարիք ունենք տարբեր տիպի նավթամթերքի, որն ասենք թե դիզվառելիքը կամ բենզին։ Բայց դա էլ որպես կանոն ստանում ենք որպես ԵԱՏՄ անդամ պետություն, ունենք քվոտաներ եւ միջազգային գներից համեմատաբար էժան գներով ստանում ենք այդ քվոտաները։ Գրեթե ներքին շուկայի գներով։ Հա, հիմա հետեւաբար գնալ այս պայմաններում եւ ինչ որ մեկից ավելի թանկ նավթամթերք առնել, սա իհարկե լուրջ ասած կամ ոչ լուրջ ասած հիմարություն է։ Բայց խնդիրը մեկ այլ է, քանի որ ես լավ գիտեմ Ադրբեջանի նավթագազային համակարգ, ես դες կարող եմ հավաստիացնել Ադրբեջանը ոչ ավելորդ նավթ ունի, ոչ ավելորդ գազ ունի։ Ընդհակառակը վերջին 10 տարում Ադրբեջանի նավթի արդյունահանման անկումը կազմել է 40%։ Այսինքն այնքան ինչքան որ նավթեր ինքը արդյունահանում 10 տարի առաջ, հիմա արդյունահանում է դրա միայն 60%-ը։ Ու սա մի իրավիճակ, որի առաջ իրենք չեն կարողանում կանգնեցնել, որտեղ նավթի արդյունանումը անընդհատ ընկնում է, պլյուս այս տարել նաև բավականին ցածր է նավթի միջազգային գները, այսինքն եւ նավթի ծավալներն են նվազում եւ գներն են նվազում։ Պլյուս իրենք ունեն նաև միջազգայինորեն կնքած երկարատև պայմանագրեր, որ ադրբեջանական նավթը Բաքու Ջեհանով հիմնականում գնում է Իսրայել եւ Իտալիա, այս երկու ամենախոշոր նավթ սպառող պետությունները, մասամբ նաև Թուրքիա, բայց ու այդ պայմանագրերը ինքը պարտավոր է կատարել, այսինքն ինչ որ մեկը կարծում է այնտեղ կա նավթի ահռելի պաշարներ եւ ում կուզեն կտան, սա կեղծիք է։ Նաև սպառվում են Ադրբեջանի նավթային ռեսուրսները, ճիշտ եմ հասկանում։ Հա, KLM կրկին վերջին 10 տարում 40%-ով նվազել է։ Եթե ասենք թե մոտավորապես 10-15 տարի առաջ իրանք արդյունանում էին 50 միլիոն տոննա տարեկան նավթ, ապա 2024-ի վերջ դա եղել է ընդամենը 30 միլիոն տոննա։ Իսկ հաշվարկներ կան, թե Ադրբեջանի նավթը մոտավորապես որ թվականին կսպառվի։ Ժամանակին BP-ն էր տենց հրապարակում ուներ, որ տալիս էր տարբեր երկրների նավթի սպառման ծավալները եւ այն ժամանակաշրջան ինչքան նավթը կհերիքի։ Չնայած վերջին տարիներին ինքը իր այդ տարեկան զեկույցներում դա հանել է, վերջին 10 տարի։ Ըստ 2015 թվականին վերջին նմանատիպ իրենց տարեկան զեկույցում տպագրել են 2015-ին, եթե չեմ սխալվում, իրենք տալիս էին 22 տարի։
Բայց նորից եմ կրկնում 22 տարին թող չկապվի, որ իրենք 22 տարի անդադ արդյունք անելու են, որովհետև նավթ ունի որոշակի ծավալ, որի անկման դեպքում, այսինքն պետք է էլի զրոյական դառնա, որ իրանք դադարեն, այսինքն որ ինքը շատ է նվազում, արդեն այդ արդյունանումը դառնում է ոչ եկամտաբեր, որովհետև նավթի արդյունանումը որոշակի գին ունի, մանավանդ երբ որ միջազգային գներն սկսում են ընկնել, քո նավթը դառնում է ոչ մրցակցային այդ այլ նավթամթերքի հետ եւ ստիպված ես լինելու ինչ որ պահի կանգնեցնել, որովհետեւ դու չես կարող կոպիտ ասած $50 կամ $60 ծախսես նավթ արդյունանես ու տանես շուկայում $60 կամ $50 վաճառես։ Հասկանալի է, չէ՞, դա արդեն ոչ արդյունավետ է, դեպքեր որ նավթի առաջարկ շուկայում ահռելի է։ Էժան նավթի առաջարկ, մանավանդ հիմա ռուսական նավթը աշխարհում ամենաէժանը, കാരണം ինքը սանկցիաների տակ է, իրանք էժանով իրենց նավթը վաճառում են։ Պարզավոր այս պայմաններում մրցակցել իրանք դժվարանում են ու ճիշտ եք նկատել նավթի արդյունանումն էլ անկում ապրում իրանք գտնում են ծանր իրավիճակում այս առումով։ Եվ մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը պահանջում է 3+3 ձևաչափի հաջորդ հանդիպումներից առաջինը անցկացնել Բաքվում, հետո նոր միայն Երևանում, որին հայկական կողմը առաջին հայացքից դիմադրում է։ ԱԳՆ-ից օրինակ հայտարարեցին, որ այդ հարցը կորոշվի դիվանագիտական խողովակների միջոցով։ Ինչով է Ադրբեջանի այս պահանջը բավարարում, պայմանավորում ներողություն, սա արվում է բացառապես ուժի ցուցադրության նպատակով, թե Բաքուն նաև այլ նպատակներ է այսպես լուծում։ Նայեք, այդ 3+3 ձևաչափը ինքը կեղծ ձևաչափ է, վաղուց չի աշխատում։ Նախ Վրաստանը երբեք չի մասնակցում այդ ձևաչափի հանդիպումներին, ինքը ավելի շուտ 3+2-ը։ Երկրորդ այդ ձևաչափի ժամանակ Թուրքիան եւ Ադրբեջանը հզոր տանդեմ են ստեղծում եւ կարողանում են իրենց հարցերը առաջ մղել, որտեղ մյուս կողմերը միավորված չեն։ Վրաստանը չի մասնակցում ընդհանրապես, Հայաստանը չունի հստակ արտաքին քաղաքականություն ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի հետ, որպեսզի կարողանա օգտվել նրանց աջակցությունից։ Հակառակը ժամանակ առ ժամանակ հակաիրանական կամ հակառուսական ինչ-որ քվեարկությունների է մասնակցում կամ հակավրացական։ Հիշենք Եվրանեստի, երբ որ Երևանում տեղի ունեցավ համաժողով, հայկական կողմը հակավրացական որոշումներն էր կողմ քվեարկում։ Դուրս սկանդալի պատճառ դարձավ դա։ Հա, ու այս պայմաններում իհարկե Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այս մարդիկ չունեն արտաքին քաղաքականություն, այսինքն ձախողել են եւ իրեն ձեռնատու է ամեն տեսակի տարբեր հարթակներում հակահայկական որոշումներ առաջ մղել։ Հիմա ինչու՞ չէ 3+3-ով հավաքվենք ու հակահայկական որոշում ընդունենք հայկական կողմին թողելով ծանր իրավիճակում։ Քանի որ մեր դիվանագիտությունն էլ ոչ թե թույլ է, այլ շատ ողորմելի վիճակում է ու անդադ այս սադրանքներին գնում մասնակցում է, ես չեմ բացառում, որ կարող են ինչ-որ պահի նաև համաձայնել։ Եվ պարոն Ավելյան, վաղարշապատի թիմ ընտրություններում մենք տեսանք, որ ընդդիմությանը չհաջողվեց հաջողության հասնելու եւ ՔՊ-ի տեխնացուն կարողացավ իշխանության գալ վաղարշապատում, եթե պատճառների մեջ չխորանանք, այնուամենայնիվ համապետական ընտրություններից ընտրություններին ընդառաջ ընդդիմությունը ինչ դասեր պետք է քաղի վաղարշապատից, որպեսզի բացառի համապետական մակարդակում Փաշինյանի վերարտադրությունը։ Նայեք, Էջմիածնի հետ կապված, քանի որ հայերքը այնտեղ մեծ դիտորդական առաքելությամբ մասնակցում ենք, ամենամեծ դիտորդական խումբ ունենք, 122 դիտորդներ ունենք 47 ընտրատեղամասում։ Ապա մենք շատ լավ վերահսկում ենք եւ հասկանում ենք իրավիճակը։ Այնտեղ կար մի քանի խնդրեմ։ Առաջին հերթին անդիմության շատ վատ աշխատանքներ ցավոք սրտի։ Եվ երկրորդը որ ընդդիմությունը չկարողացավ միանալ ու միասնական ինչ-որ ճակատ ստեղծել, չենց միասնական ճակատ նկատի չէ, որ բոլորը իրար հետ միանան, բայց ընդհանուր համագործակցության ինչ-որ եզրեր պիտի գտնեին։ Բայց ամենակարևորը ես դրա վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, այսպես կոչված ՔՊ-ի տեխնացուն ոչ միտեղ չէր ասում, որ ինքը ՔՊ-ն է ներկայացում։ Եվ ցույց տվեց ժամանակն էլ, որ նույնիսկ այն գյուղերը, որ չէ, դա էլ հիշեմ, որ խոյ համայնքը բերեցին, կպցրեցին Էջմիածին արհեստական կերպով, որպեսզի ՔՊ-ի տեխնացուն, որը եղել էր այդ համայնքի ղեկավարը երկար տարիներ, ստանա առավելություն։ Ու միայն այս կեղծիքի հաշվին իրենք կարողացան հաջողության հասնել։ Պլյուս այդ ներկայացուցիչները ոչ մի չէր ասում, ինքը ԿՊՆ-ն է ներկայացնում, շատ-շատերը գյուղացիներից մեր հանդիպումները ցույց էին տալի, որ համոզված են, որ ինքը վաղուց դուրս է եկել ու ընդհանրապես անց այդ կապ չունի։ Անկամ պաստառի վրա շատ փոքր էր ԿՊ-ի տարբերանշանը, փորձում էր մաքսիմալ չասոցացվել։ Հա, ու ի տարբերություն ասենք Գյումրի, երբ որ ԿՊ-ական ամբողջ այսպես կոչված վերնախավը գնացել էր այնտեղ իրենց տեխնացուին է պաշտպանում, այստեղ միայն վերջին օրով իրենց ներկայացուցիչներից մեկը եկավ ելույթ ունեցավ, գնաց այնը վերջին օրով ընդամենը մի կարճ հանդիպում եղավ։ Սա էր
Հետևությունները կարելի անել հետևյալ։ Առաջինը պետք է ստեղծել 2-3 խոշոր դաշինքներ ընդդիմադիր։ Պարզա միավորվել մեկի մեջ չեն կարող ու իմաստը չունի, նույնիսկ ինչ որ առումով սա վնասակարել է։ Բայց ստեղծել 3, իմ կարծիքով 3-4 խոշոր դաշինքներ, որոնք կարողանան հաղթարել այդ արգելքները, այսպես կոչված ընտրական, սա շատ կարևոր է եւ հիմնական հետևությունը դա է եւ դրա համար Հայաքվեն արդեն հայտարարել է, որ մենք մասնակցելու ենք ընտրությանը կոալիցիայի միջոցով եւ սա շատ կարեւոր է, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան իրար հետ լեզու գտնել, իրար հետ գան ու շատ լավ հասկանան, որ առաջիկա ընտրությունները ոչ այնքան քաղաքական են, ինչքան ազգային, ասենք ասենք ազգային ազատագրական, այսինքն երկիրը պետք է ազատել ադրբեջանական ներկայությունից, որը այսօր օկուպացրել է մեր հանրապետության հրապարակում գտնվող շենքը։ Եվ եթե հակիրճ նշենք, ինչ է սպասվում Հայաստանին, եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի 26 թվականին վերարտադրվել։ Նայեք, ես հստակ կարող եմ ասեմ ինչ է սպասում։ Ադրբեջանը ունի որոշակի պահանջներ, դա եւ այսպես կոչված սահմանադրության փոփոխությունն է, որը իրականում նշանակում է անկախության հռչակագրից հրաժարում։ Դա տարածքային պահանջներն են, սա ոչ միայն անկլավներն են, այլ դեպի անկլավներ տանող ճանապարհներ։ Դա 300,000 ադրբեջանցիների մուտքն է Հայաստան։ Արդեն այսօր տարբեր մակարդակներում եւ Թուրքիայում եւ Ադրբեջանում խոսում են նաեւ Կարսի պայմանագրի վերանայման մասին, ինչու համար Կարսի պայմանագրի, որտեղ կան տարածքներ, որոնց նկատմամբ իրենք հավակնություններ ունեն, որը հայկական կողմինի անցել ըստ իրենց Կարսի պայմանագրի, իսկ նոր տարածքային պահանջներ։ Ինչ տարածքների մասին է խոսքը։ Խոսքը գնում է Նախիջևանից դեպի Հայաստան ավելի խորքային տարածքների մասին, խոսքը գնում է Ամասիայի նկատմամբ Թուրքիայի հավակնություններ, որտեղ ժամանակին Ամասիան եղել է Կարսի նահանգի մի մասը հավակնությունների մասին, ու ինքը եղել է ամբողջովին համայնքից թուրքաբնակ։ Չնայած այնտեղ ադրբեջանցիներ չէին, այսպես այլ հենց թուրքալեզու ցեղեր էին, որոնք հետագայում ադրբեջանացան։ Ու իհարկե ամենաբատագույնը մեր համար այսպես կոչված Թրամփի ուղու նկատմամբ հավակնություններն են, որը ցավոք սրտի կյանքի կիրականացվի եւ արդյունքում մենք նաեւ դեպի հարավ գնացող ճանապարհը կորցնենք։ Այսինքն, եթե ասվեշանիսանք վերարտադրվեն, Հայաստանը վերածվել է այն փոքր անկլավի, որտեղ եթե դուք Տավուշից տալիս եք ճանապարհները, այսպես կոչված կեղծ անկլավները, ապա դեպի Վրաստան գնացող ճանապարհները ամբողջությամբ այդ թվում նաեւ երկաթգից անցնում են վերահսկողության ներքո, ստիված պետք է մի ճանապարհից օգտվենք, հարավ գնացող Տիգրանաշենով ճանապարհը փակվում է, ավելի երկար ճանապարհով պետք է գնանք, եթե Տրամփի ուղի կոչվածնել ենք տալի կամ իրենց ասածով Զանգեզուրի միջանցք, ապա Հայաստան-Իրան կապի խնդիր ենք ունենում, այսինքն Հայաստանը վերածվում է անկլավի։ Ու պլյուս Տրամփի ուղու վատագույնները, որ սա իրենց համար իրավական հիմք է տալիս հետագայում Հայաստանի տարածք ներխուժելու, այդ տարածքի նկատմամբ իրենց վերահսկողությունը հաստատելու եւ այլի համար։ Ես նաեւ գիտեմ, որ արդեն ամերիկյան կողմը պահանջում է, որպեսզի Տրամփի ուղու վերահսկման շուրջ Հայաստան-Ամերիկա կնքած պայմանագրի մեջ նաեւ այլ երկրներ մասնակցեն։ Մասնավորապես Թուրքիան է արդեն պահանջում, որ ինքը պետք է մաս կազմի դրան, Եվրամիությունն է, ես գիտեմ, որ պահանջում, որ ինքն էլ պետք է մաս կազմի դրան եւ այլ։ Այսինքն սա վերածել է մի շատ վտանգավոր հատվածի եւ Հայաստանի համար հարավը դառնալու է, ասենք ասենք։ Եվ սա բերել է նաեւ խնդիրների Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Այսինքն Հայաստանը դառնալու է փոքր, ել ավելի փոքրացող, անընդհատ փոքրացող տարածք, վախենամ վերջում մնա մի հատ Երևան ու Էջմիածին, որտեղ տենում եք ինչ ծավալի շինարարություն է գնում, պսի տպավորություն, որ ոնց որ ուզում են սաղ մարզերից բնակությանը բերեն Երևան։ Շնորհակալ եմ, պարոն Մանվելյան։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք միջազգայնագետ Հայաքվե միավորման անդամ Արմեն Մանվելյանի հետ։ Կհանդիպենք։